Կինգալյան, դուք խոսեցիք պրոբացիայի ծառայությունից, պրոբացիայի ծառայությունը շահառուների թիվը գրեթե կրկնապատկվել է եւ երևի տեղյակ եք նաեւ հաշվեկնիչ պալատը ուսումնասիրություն է հաշվեկնություն է կատարել եւ եզրակացությունը կրկնահանցագործություն կատարած անձանց տեսակարար կշիռը կրկնապատկվել է եւ պրոբացիայի ծառայությունների վերասոցիալականացման ուղղված գործունեության մեջ չի ապահովել նպատակային արդյունավետություն նման եզրակացություն է ներկայացել կխնդրեմ ձեր մոտեցումը եւ ձեր կարծիքը այս մասով եւ երկրորդ հարցս վերաբերում է սնանկության գործերով կառավարչական ծառայությունների ձեռքբերմանը այստեղ եւս թվերը 24 թվականի տարեկան պլանի նկատմամբ բավականին բարձր են, այսինքն քաղաքացիներից նաև կան մտահոգություններ, ավելի շատ ուզում եմ հասկանալ ավելի գործերի ավելացումը ինչով է պայմանավորված, որովհետև կապ չունի իհարկե, բայց նաև ունեմ մտահոգություններ քաղաքացիներից առայն, որ վերջին շրջանում կառուցապատողների շրջանում սնանկության գործերով հանգուցալուծումների թիվը բավականին մեծացել է եւ մտահոգությունները բնականաբար նաև շահառուներից եւ բնակիչներից բավականին շատ են։ Խնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Շնորհակալություն, կրկնահանցագործությունների վիճակագրության հետ կապված ես հիմա ձեռքիս տակ չունեմ իրականում թվերը, բայց ժամանակին նաև այժմ մեր գործընկերներից մեկը հարց էր հնչեցրել եւ թվերը ինձ տրվել էին եւ առնվազն իմ պատկերացմամբ մենք կրկնահանցագործությունների աճ ունենք ուղիղ այնքան կամ առնվազն այնքան, որքանով աճել է մեր շահառուների թիվը եւ եթե դրանք համեմատենք ընդհանուրի հետ, ապա կարծում եմ, որ աճ չունենք առհասարակ, այսինքն 10 ապրոբացիայի շահառուին բաժին է ընկնում 0.01 կրկնահանցագործ։ Եթե հարցադրումը այն տեսանկյունից է, որ պրոբացիայի ծառայությունը պատշաճ հսկողություն չի կարողանում կազմակերպել, այո, որոշ դեպքերում պատշաճ հսկողություն չի կարողանում կազմակերպել, որովհետև չունի համապատասխան ռեսուրս։ Եվ սա օբյեկտիվ իրականություն է, սրանից մենք չենք փախչի եւ մեր գործը պետք է լինի այն, որպեսզի շատացնենք պրոբացիայի ծառայության ռեսուրսները, որովհետեւ դատական ակտերը այն մասին են, որ ազատությունից զրկելու հետ չկապված այլընտրանքային խափանման միջոցները նշանակում են ավելի շատ։ Մենք 3 ելքագրել ենք աշխատակազմ գրություն պրոբացիայի ծառայության մարզային բաժանմունքներին մեքենաներ տրամադրելու վերաբերյալ, որովհետև կան նույնիսկ մարզեր, որոնք չունեն հատուկ նշանակության ծառայողական մեքենաներ, որոնք պետք է զբաղված լինեն տեղայցեր կազմակերպելով կամ անձանց դատարան եւ դատարանից տուն տեղափոխելով եւ համապատասխան մասնագիտական գործունեություններ իրականացնելով։ Բայց չնայած այս խոչընդոտներին, պրոբացիայի ծառայությունը ես այսօր պետք է նշեմ, որ եղած ռեսուրսների համեմատ իր ծառայությունը պատվով է իրականացնում եւ ծավալային առումով գործերի աճի պայմաններում ֆիզիկական ուժ չավելացնելը ռեսուրսի տեսանկյունից, այսինքն ֆիզիկական անձանց տեսքով աշխատակիցների ցանկը չհամալրելը նորանոր խնդիրներ է ստեղծում եւ առաջիկայում մենք պետք է հանդես գանք նաեւ առաջարկով, որպեսզի ավելացնենք պրոբացիայի ծառայողների հաստիկների քանակը եւ կարողանանք ներգրավել նոր անձանց մեր աշխատանքների կազմակերպման հարցում։ Հաջորդ հարցը վերաբերում էր սնանկությանը, ես ճիշտն ասած փոքրինչ абստրակտ պետք է պատասխանեմ այդ հարցին, մենք չունենք բացատրություն կամ գուցե այդ բացատրությունն ունենք, որը իրավական չէ, թե ինչու են աճում սնանկության գործերը։ Այո, մեր երկրում կա անառողջ իրավիճակ, որովհետև շատ հաճախ սնանկությունը ոչ թե դիտվում է որպես առողջացման մեխանիզմ, այլ դիտվում է որպես պարտավորություններից խուսափելու մեխանիզմ եւ այս հարցում պետք է շատ ուշադիր լինեն մեր իրավապահ համակարգի ներկայացուցիչները, որպեսզի բացառեն կեղծ կամ կանխամտածված սնանկության
սնանկության դեպքերը։ Արդարադատության նախարարության մանդատը սնանկության կառավարիչների մասով նրանց պատասխանատվության ենթարկելն է ըստ էության եւ լիազորությունների սահմանափակումը, կասեցումը եւ նաեւ այս հարցում մեծ դեր ունեն մեր դատարանները, որոնք որ աշխատում են հենց նույն սնանկության կառավարիչների հետ եւ սա մի ոլորտ է, որտեղ խնդիրները բազմաթիվ են, բայց ես պետք է նշեմ, որ մենք քայլեր ձեռնարկել ենք, որոնք որ պետք է բարթացնեն եւ արդեն իսկ բարթացրել են սնանկության գործընթացը։ Այսինքն մենք նախատեսում ենք ունենալ օրենսդրական փոփոխության համատեքստում, մենք նախատեսում ենք ավելի խիստ պայմաններ սահմանել, մասնավորապես փաստաթղթավորված որոշակի պարտավորությունների արկայություն եւ հիմքերի արկայություն սահմանել, որպեսզի անձը կարողանա գնալ սնանկության, որպեսզի հնարավորինս բացառեն կանխամտածված սնանկության դեպքերը, այսինքն այն դեպքերը, երբ մարդը ոչ թե գնում է իրական սնանկության, այլ գնում է սնանկության, որպեսզի վնասի պարտատերերին կամ պարտաբաններին։ Սա այն ամենն է, ինչ մենք անում ենք, ես ուզում եմ նաև նշել մի բան, որ մշակման փուլում է գտնվում սնանկության մասին նոր օրենսդրությունը, եւ սա կարծում եմ կգա լուծելու, եթե ոչ բոլոր խնդիրները, ապա գոնե այդ խնդիրների որոշակի հատվածը։ Իրականում նաև հենց դա է ուզում հասկանալ, ունենք նոր օրենսդրություն սնանկության մասով, որովհետև չի կարող պատահել այնպես, որ օրինակ մեծ ներդրում կատարած ընկերությունը X պահի սկսի սնանկության գործերով կառավարչի հետ մտնել դատարան եւ սնանկ ճանաչվել եւ փաստի առաջ կանգնեցնել մի ամբողջ բնակչությանը, խոսքս հենց վերաբերում է կառուցապատողներին եւ այլ ընկերությունով սկսի շահագործել այսինքն այլ գործունեություն ծավալել մեկ ուրիշ այլ անվան ընկերության ՓԲ-ի, ՍՊ-ի տակ։ Եվ այս մասով եթե ունենք խստացում, շատ ուրախ եմ դրա համար, եւ պրոբացիայի մասով, այո, ծառայություններ միգուցե ընդլայնվի եւ իհարկե նորմալ է, որովհետեւ քանի կա եւ ինքը երիտասարդ կառույց է, այսպես ասեմ, իր մասով ներուժի ներդրման ավելացնելու հնարավորություն պետք է տրվի, այդ թվում նաեւ ծրագրային ապահովման միջոցով, ոչ միայն մարդկային ռեսուրսի։ Շնորհակալություն, ուզում եմ վստահեցնել, որ այդ ուղղությամբ քայլերը շարունակական կերպով իրականացվում են եւ պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացումը առաջին հերթին բխում է այն գաղափարախոսությունից, որը մեր պետությունը որդեգրել, դա անցումն է պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման քաղաքականություն եւ նաեւ պրակտիկան դատական ակտերի տեսքով ցույց է տալիս, որ այդ կարողությունների զարգացման եւ ծառայության մեծացման կարիքը մենք օդ ու ջրի պես, այսպես ասեմ, ունենք։ Ինչ վերաբերում է սնանկության հետ կապված հարցին, միարժեքորեն ձեզ հետ համաձայն եմ եւ այդ արատավոր երևույթը գուցե եւ ունենք ու օգտվելով առիթից կրկին կարող ենք հրավիրել իրավապահ համակարգի մեր ներկայացուցիչների ուշադրությունը հարցին, որպեսզի բացառենք փողերի լվացման, հնարավոր խարդախությունների եւ նմանատիպ այլ իրավիճակների հետ կապված դեպքերը։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։